Երբ Պոսեյդոնն իր եռագլուխ գավազանով հարվածեց բաժանելու աշխարհի բոլոր ծովերը, ախ այդ խենթ ծերուկը չէր հաշվարկել, որ դու դեռ երևի չես ավարտել նախաճաշդ կամ դեռ ինոյի ջևանում ես։ Տավուշ, քո խոնավությունն ու աշխատասիրությունն ինձ կտրեցին շոքից, նստեցրին լսարանում սովորելու կյանքն ու նորարարությունը։ Շշմելով մտածեցի ես ինոյի ջևանում հայտնվելիս։ Լսարաններ, տեխնոլոգիաներ, սուրճի դադար, գրաբար, հայրեն եւ ուսուցում, այն ինչ պետք է առավոտյան թեյից հետո։ Մատնաչափ սիրեուտել զմիսկովու, խոզի եւ հաու։ Զրույց է։ Մատնաչափ։ Նախկին գործարանի ձայներն էլ չեն արձագանքում, այժմ դրա փոխարեն դրոններ են, բիզնես ու ուսումնական կենտրոն, որտեղ կա ԵՄ-ի աջակցությունը։ Մարզային ենթակառուցվածքներում մթնոլորտը ստեղծագործական է, գայլերը սարերում են, երեխաները ուսումնարանում։ Կոփվում մաքուր օդին, իսկ այս եւ այլ նախագծերին աջակցում է ԵՄ-ն, մարզային եւ երիտասարդների զարգացմանը խթանելու։ Միշել Ղայթան ջան, ժամը լրատվական Իջևան։